Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայն Հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 23-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Բիլդը գրում է, Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է նոր կանխատեսում, որը բավականին տագնապալի է։ Համաշխարհային տնտեսությունը ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի նոր գնահատականների կաճի ընդամենը 2.8%, սա կես տոկոսով պակաս է, քան նախկինում կանխատեսվում էր։ Կանխատեսվածն էլ մի ավել չէր, բայց նույնիսկ դրանից պակաս։ Հիմնադրամի նշած հիմնական պատճառներից մեկն առևտրային պատերազմի նոր փուլն է, որը հրահրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը, ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերով։ Փորձագետների կարծիքով մաքսատուրքերից ամենաշատը տուժում են ԱՄՆ-ն ու Չինաստանը։ Ամերիկյան տնտեսության կանխատեսումը նույնպես վերանայվել է դեպի նվազում։ Իհարկե ԱՄՆ-ը եւ Չինաստանը տուժում են, բայց Չինաստանը ավելի հեշտ կարող է մոբիլիզացվել, նույնիսկ կարող է իր տնտեսվարողներին լռեցնել, որովհետև դա Չինաստանն է, այդպիսին է նրա կառավարման համակարգը, բայց այն ապրանքների ծավալը, որը Չինաստանն ուղարկում է Միացյալ Նահանգները դրա պակասը զգալու է եւ որևէ ձևով դա չի կոմպենսացվի տեղական արտադրությունը ընդլայնվելով։ Շատ միամիտ պատկերացում է, որ մտածել ցանկացած ամերիկյան արտադրող կարող է արտադրել ցանկացած ապրանք, որը ներմուծում է, նույնիսկ չբացատրեմ, թե ինչքան պարզունակ մոտեցում է դա։ Առավել ևս Ամերիկայում արտադրված ապրանքը չի կարող էժան լինել։ Այն պարզ պատճառով, որովհետև Ամերիկայի բնակիչների կենսամակարդակը բարձր է, գնողունակ պահանջարկը մեծ է։ Այդ իսկ պատճառով Ամերիկայի շուկան նաև գայթակղիչ է։ Եթե այդ պարագայում մրցունակ է չինական ապրանքը, նրա դեմը փակեցիր, ամերիկյանն արտադրեցիր, գները չի կարող չբարձրանալ։ Իսկ ինչքան գիտեմ, նախընտրական խոստումը գնաճի դեմ պայքարելն էր Դոնալդ Տրամփի։ Այնուամենայնիվ ազդեցությունը հասարակության Չինաստանի եւ Ամերիկայի միանգամայն տարբեր են։ Չինաստանը չասենք տոտալիտար պետություն է, դա այդպեսին չի, բայց այնուամենայնիվ այնպիսի կենտրոնացված պետություն է, որ նրա տնտեսվարողները ենթադրենք մի քիչ տուժեն, ինչ պետք է անեն։ Նրանք շատ ավելի լավ կդիմակայեն, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների հասարակությունն ու տնտեսությունը։ Թեպետ իհարկե Չինաստանը այլ ուղիներ է որոնում, բայց մտածել, որ շատ հեշտ կարող ես կոմպենսացնել Ամերիկայի շուկան, դա այդպես չի։ Ուղղակի ավելի շատ գնում է ներվերի պայքար, ով շուտ կկոտրվի։ Բայց բնականաբար միշտ էլ կանխատեսել ենք, որ այդ հարցում ավելի մեծ տուժողը Միացյալ Նահանգներն է լինելու, ստիպված ալնելու ինքը այդ ուղղությամբ քայլեր անի։ The Washington Post-ը գրել է. 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ամերիկյան Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության զուտ շահույթը 71%-ով պակաս է, ասվում է զեկույցում։ Իհարկե վերջերս էլի անդրադարձանք Իլոն Մասկի հետ առնչվող հարցերին, որովհետև ուշադրության կենտրոնում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների մեդիա դաշտի կողմից։ Ավտոմոբիլային եւ էներգետիկ շուկաներում անորոշությունը շարունակում է աճել, քանի որ արագ փոփոխվող առևտրային քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում Տեսլայի եւ մեր գործընկերների մատակարարման, համաշխարհային շղթայի եւ ծախսերի կառուցման վրա, նշել է ընկերությունը։ Շահույթի անկման պայմաններում ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը խոստացել է, որ մայիսից կսկսի ավելի քիչ ժամանակ հատկացնել իր ղեկավարած կառավարության արդյունավետության դեպարտամենտին։ Այնուամենայնիվ կարող ենք արձանագրել, որ ուղղակի Իլոն Մասկի քաղաքականությունը ի սկզբանե ձախողված էր, այնպես չի նոր դա պարզ դարձավ, բայց այդքան ինչ էինք մեզ ճկում, որ ժողովուրդ ջան, եթե այս մարդը ինտելեկտուալ է ու իսկապես ինտելեկտուալ է եւ արհեստական ինտելեկտի լրջագույն ծրագրեր ունի, ուղղակի մրցակցությունից դուրս է ինքը եւ այսպիսի պրիմիտիվ բաներ է անում, նշանակում ում պատվերն է կատարում։ Եթե դեբիլ լիներ, կասեինք դեբիլ է, բայց եթե դեբիլություն է անում ինտելեկտուալ մարդը, բա ում պատվերն է կատարում, ում ազդեցության տակ է, լավ, գոնե եթե պատվերը չի կատարում։ Եթե նույնիսկ վերադառնա ինքը իր տնտեսության վիճակին, նայ միևնույնն է անդառնալի կորուստներ հասցրեց, որովհետեւ դու կարող ես մաքսատուրքեր հանես, նույնը վերաբերում է Միացյալ Նահանգներին,
բայց արդեն սպառողը չի առնելու, սպառողը նեղացել է։ Այսինքն մաքսատուրքերի այն ստարտային վիճակին էլ չես գա, հասարակության վերաբերմունքը փոխվում է քո պետական քաղաքականության պատճառով։ Իսկ հիմա նայենք Իրանի հետ կապված էլ նորից էլի կանադառնանք Ամերիկային հարցերին։ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է. ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները ճիշտ ուղու վրա են, բայց դեռ վաղ է դատել։ Մենք զգուշավոր լավատես ենք, եթե ամերիկյան կողմը շարունակի կառուցողական մոտեցում ցուցաբերել եւ խուսափի անիրատեսական եւ անհնարին պահանջներից, ապա ես վստահ եմ, որ մենք ի վերջո կարող ենք լավ համաձայնության գալ, ասել է Արաղչին, որն այս օրերին գտնվում է Չինաստանում։ Ուշադրություն դարձնենք Չինաստանի հետ նկատմամբ վերաբերմունքը ինչպիսին է։ Բայց հիմա նայենք, լավ, այս Աբբաս Արաղչին արտգործնախարարն ասում է, բայց արտգործնախարարության խոսնակի գնահատականը նայեք, իսկ պարզ չի, որ արտգործնախարարության խոսնակը դա ընդամենը պաշտոնյա է, որը որ պետք է պաշտոնական տեսակետը հնչեցնի, այսինքն այն ինչ որ ինքը ասում է, համարենք դա պաշտոնական տեսակետն է, առավել ևս Իրանի պես երկրում անձնական կարծիք կարող է հայտնի, բայց տեսենք ինչ է ասում։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցները, որոնք ուղղված են մի շարք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ, որոնք առնչություն ունեն Իրանի էներգետիկայի, նավթի եւ գազի ոլորտների, ինչպես նաեւ երկրի խաղաղ միջուկային ծրագրերի հետ։ Բաղային Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ քաղաքականությունը որակել է որպես Իրանի ժողովրդի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական մոտեցման եւ օրենքի գերակայության ու մարդու իրավունքների անտեսման ակնհայտ նշան։ Բաղայի խոսքով Իրանի տնտեսության եւ առևտրի տարբեր հատվածների նկատմամբ պատժամիջոցների շարունակական կիրառումն անօրինական եւ ահաբեկչական գործողություն է, որն ուղղակիորեն հակասում է երկխոսության եւ բանակցությունների ձգտման վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումներին։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս Միացյալ Նահանգների բարեկամքի եւ լրջության բացակայությունը, ընդգծել է խոսնակը։ Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվության ենթարկվի նման հանցավոր գործողությունների հետևանքով մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար, եզրափակել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։ Չմոռանանք, որ ապրիլի 26-ին 3 օր հետո նորից Օմանում հանդիպում կունենա, դա արդեն 3-րդ հանդիպումը կլինի եւ այսպիսի գնահատականներ, այսինքն մեղադրում են Միացյալ Նահանգներին հանդիպումից առաջ շարունակել սանկցիաներ կիրառել, այսինքն ճնշում գործադրել եւ գնահատականը տեսակ եւ այս պարագայում նաեւ տեսակ հանդիպումից առաջ ինչպիսին է Իրանի պաշտոնական տեսակետը Ամերիկայի քայլերի ուղղությամբ։ Այնուամենայնիվ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս պահին դեռ չի պատկերացնում, որ կարող է Իրանին հարված հասցնի։ Իրանն էլ է դա հասկանում, դրա համար որևէ զիջումների չի գնա։ Բարեբախտաբար դա մեր շահից է բխում, ինչքան էլ ասենք ավելորդ չի դա, որովհետև եթե չկա պատերազմ Իրանի հետ, բոլոր առումներով ամենաշատ շահելու ենք մենք։ Հարցը դա չի Իրանը միշտ իշխանություն կլինի Ամերիկայում, ինչ կլինի եւ այլ եւ այլ։ Մենք չներքաշվենք այդ խնդիրների։ Անհնարին է, որ մենք ուղղակի դուրս մնանք այդ process-ներից, կարողանանք պահպանել ակտիվ չեզոքություն։ Ուղղակի հնարավոր չի, որովհետև տարածաշրջանային երկրները մեկը մեկի կողմն հասնելու, մեկը մյուսի կողմն հասնելու եւ մենք ուղղակի չենք կարող, ասես ոտատակ կարող է գնանք, մնացած էկոլոգիական տարբեր աղետներ կամ էլ թե չէ որ կարող է փախստականներ լցվեն, դրա համար ամեն օր եմ ես դա ասում, այսինքն մենք իրանցից շատ ենք շահագրգռված։ Այնպես որ շատ ցավում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այսինքն ահաբեկելուց հետո զիջումների գնա, որի պարագայում իր կշիռը ընկնի, որովհետև մեր համար այնուամենայնիվ ինչքան էլ Իրանը հարևան լինելով մենք իր այդ խնդիր չունենք, մենք կուզենայինք, որ մենք ունենանք այդ բալանսավորող ուժը աշխարհի եւ տարածաշրջանի համար իդեմս Միացյալ Նահանգների։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է. «Լարված աշխատանք է ընթանում, մենք աշխատում ենք ամերիկացի գործընկերների հետ, այն բարդ է եւ շատ ժամանակ է պահանջում։ Ուստի անհապաղ արդյունքներ ակնկալելը դժվար է եւ աշխատանքը հնարավոր չէ անել հրապարակայնորեն,
ասել է Պեսկովը։ Այսինքն սա նրա համար, որ շատերը լավատես են, որ այս արագ համաձայնության կգան, Ռուսաստանը հասկանում է, որ դա այդպես չի, նույնիսկ եթե Միացյալ Նահանգները նախնական խոստումներ էր տալիս Ռուսաստանին, այնուամենայնիվ Ռուսաստանն էլ է հասկանում, որ Միացյալ Նահանգները շատերի հետ խնդիրներ ունի եւ հարաբերությունները նորմալ պահելու եւ հարաբերությունները փչացնելու։ Այդ իսկ պատճառով այդ ամեն ինչը չի զոհաբերելու միայն Ռուսաստանի շահերին։ Այն նախնական ասած խոստումների վրա որևէ մեկը հիմա չի էլ խաբվում։ Իսկ հիմա շարունակությունը նայենք այդ պրոցեսների հետ կապված։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք չի ճանաչում։ Խոսելու բան չկա, դա մեր սահմանադրությունից վեր է, դա մեր տարածքն է, Ուկրաինայի ժողովրդի տարածքը։ Նման բան չի լինի։ Հենց սկզբում ենք խոսել Ղրիմի մեր ինքնիշխան տարածքների մասին, մտնում ենք այն ձևաչափի մեջ, որը ցանկանում է Ռուսաստանը։ Հրադադարից հետո Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել ցանկացած ձևաչափով։ Այսինքն այս հարաբերության կոշտությունը, որը Վոլոդիմիր Զելենսկին պահում է, բնական է Միացյալ Նահանգներին դուր չի գալիս, որովհետև իրանք այնուամենայնիվ փաթեթ են ներկայացնում, որի մեջ ակնկալում են, որ Ուկրաինան զիջումների գնա։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. ԱՄՆ-ի դուրս գալը բանակցային գործընթացից եւ Ուկրաինայի օգնության դադարեցումը կարող է հանգեցնել նրան, որ Ամերիկան կորցնի Կիևը որպես ռազմավարական գործընկեր։ Մենք չէինք ցանկանա, որ Ամերիկան հրաժարվի այդ օգնությունից, քանի որ դա միայն զենք չէ, դա հետախուզության, բալիստիկայի կյանքի մասին է, նշել է Զելենսկին։ Իսկ հիմա շարունակությունը նայենք, թե ինչ խնդիր է կանգնել, որովհետև նորից հիշենք, որ ուկրաինական պատերազմը նոր աշխարհակարգի հիմքն է դնելու։ Հինը չի գործում, երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված աշխարհակարգը չի գործում, ու այնպես էլ չի, որ երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված աշխարհակարգը ոնց կարնեց մնում էր։ Ժամանակին բաժանեցին ազդեցության գոտիներ, Չինաստանին, Եվրոպային, Ամերիկային, Խորհրդային Միությանը։ Հետագայում այդ պայքարների արդյունքում Միացյալ Նահանգները դարձրեց աշխարհը միաբևեռ։ Հետագայում այդ կշիռը կորցրեց Միացյալ Նահանգները, բայց աշխարհը այդպես է բազմաբևեռ չդարձավ։ Ուկրաինական պատերազմը առաջ բերեց Ամերիկային նորից աշխարհը դարձնելու միաբևեռ, հետագայում նոր աշխարհակարգի ժամանակ իր թողտվությամբ եւ բարձր հովանու ներքո ստեղծվեն բևեռներ, որը կարող է լինել Եվրամիությունը եւ Չինաստանը, բայց այդ դեպքում Ռուսաստանը պետքա պարտվի։ Եթե Ռուսաստանին ռազմավարական պարտության չտանես եւ խոսես աշխարհը բաժանել ուժի դիրքերից, դա այլևս կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի, որտեղ ցանկացածը մտածելով ինքը ուժեղա մտնելու է հարևանի տարածք եւ այդ պարագայում Ամերիկան ստիպված է ալնելու վերանայել իր վերաբերմունքը։ Այնպես որ այս հարցի հետ կապված ուկրաինական պատերազմի արդյունքը նոր աշխարհակարգի իրավիճակա ֆիքսելու։ Այնպես որ եթե մենք համարում ենք այս մոլորակի բնակիչ ենք, առավել եւս փոքր երկրի, դուք պատկերացրեք, որ բոլորից գրեթե շատ ենք շահագրգռված, որ նոր աշխարհակարգը լինի կանխատեսելի եւ թույլի, ինչքան ուզում ենք ասենք, մենք մարտունակ ենք, մենք էս կանենք, հասկանանք, բայց երկրի չափի հարց կա էլի։ Այդ պարագայում մենք ուզում ենք, որ նոր աշխարհակարգը լինի ագրեսորին զսպելու աշխարհակարգ։ Սա է։ Մեր շահերը ակնհայտ են, այս թակուն բան չեն քննարկում։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շատ հստակ առաջարկ է ներկայացրել Ռուսաստանի եւ Ուկրաինայի խաղաղ համաձայնության ուղիների վերաբերյալ, հավելելով, որ ժամանակն է ասել այո, հակառակ դեպքում ԱՄՆ-ն դուրս կգա այս գործընթացից։ Վենսը լրագրողներին հայտնել է, որ թե Ուկրաինան, թե Ռուսաստանը պետք է հրաժարվեն որոշ տարածքներից, որոնց նկատմամբ հավակնություններ ունեն։ Պետք է որոշ տարածքային փոխանակումներ տեղ ունենան, ասել է Վենսը, հավելելով, թե սահմանը պարտադիր չէ, որ համընկնի ներկայիս ճակատային գծին։ Երբ որ ասում է հավակնություններից հրաժարվել, Ռուսաստանը վերցրել է 5 մարզ, մեկը վերցրել է 10 տարի առաջ, 4-ը հիմա։ Հիմա ինչ է նշանակում որոշ այսինքն Ուկրաինայի հավակնությունը որն, այսինքն հրաժարվի քու տարածքի մի մասից, բայց հարցը առաջանում։ Ինչ սկզբունքով է որոշում, որ ագրեսորը վերցրել է 5 մարզ, որից հանձնում է 4-ը կամ հանձնում է 3-ը կամ 2-ը։ Սկզբունքի անունը ինչ ես դնում, ենթադրենք Ուկրաինան համաձայնվեց։ Կամ Ռուսաստանն էլ համաձայնվեց կամ չհամաձայնվեց։ Դա ինչ է ֆիքսվելու, որպեսզի մենք չանհանգստանանք, որ մեր տարածք մտած ագրեսորին կարող ենք հանել,
որովհետև ասենք դու ագրեսոր ես, մտել ես, սա մեր տարածքն է, ոչ թե մի քանի տարի սահմանազատումը տևի, հետո ասեն մարդը վերցրել է, ինքը բանակցային առավելություն ունի, դա այդ տարածքը իր ձեռքին է, հետո որոշի դե լավ, մի կիլոմետր կտամ, մնացածը կպահեմ, որովհետև այդ Իրանն է, չէ բոլորը, այսինքն մենք սկզբունքի հարցում ենք սկզբունքային, որ հանկարծ այդտեղ չլինի զիջում, նույնիսկ եթե պատերազմը դադարեցնելու համար ֆիքսում ես այդ ստատուս քվոն, անգամ այդ պարագայում չպետք է ճանաչես այդ տարածքը օկուպանտինը, սրա մասին է խոսքը, քանի տարի կանցնի իրավիճակ կփոխվի, մենք խոսում ենք սկզբունքի մասին, որ այդ սկզբունքը չզիջի Ամերիկան, եթե սկզբունքը նույնիսկ Ուկրաինան զիջի, դե Ամերիկան չզիջի, որովհետև Ամերիկան այլևս արբիտրի ֆունկցիան կկորցնի։ Դուք պատկերացնում եք գնում եք դատարան, ասում եք այս մարդը գողացել է իմ տան կեսը, ասում է բայ առավելություն ունի, կեսը վերցրել է։ Դե լավ, գոնե մի սենակը տուր իրան, մի սենակը ինքը թող քեզ հետ տա։ Դու էլ շնորհակալ եղի, որ տվել է։ Չես համաձայնվի մեր առաջարկի հետ կապված, այն մնացածն էլ թույլ կտանք, որ վերցնի։ Վերջ, դու այլևս դատավոր չես։ Վերջ։ Ավարտվեց։ Մենք հիմա ուզում ենք, որ Ամերիկան իր այդ ֆունկցիան չկորցնի, ոչ թե ենթադրենք տեղը նեղելնի Ուկրաինայի համաձայնվի, որտեղ Ուկրաինայի համաձայնվելու դեպքում մենք ենք տուժում, մենք ինչ ենք ասելու մեր ագրեսորին։ Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ ազգային անվտանգության խորհրդականների մակարդակով։ Քննարկումները անց են կացվում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ազգային անվտանգության խորհրդականների մասնակցությամբ, ինչպես նաեւ Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց ներկայությամբ։ Ակնկալվում էր, որ Լոնդոնում կանցկացվեն բանակցություններ 5 երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով, սակայն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկեց այդ այցը Լոնդոն։ Ինչի համար չեղարկեց, դա էլ արդեն պարզ է, որտեղ նախապես իմացավ Ուկրաինայի վերաբերմունքը, որ իրանք չեն պատրաստվում ճանաչել օկուպացված տարածքները ռուսական։ Եվ ասեց, դե քանի որ մենք գնում ենք այդպես, մեր առաջարկը չի ընդունվել, դա էր պատճառը, որ ձևաչափը իջավ, բայց դա չխանգարեց, որ Լոնդոնում հանդիպում տեղի ունենա Ուկրաինայի եւ Բրիտանիայի ներկայացուցիչների միջև բանակցություններ տեղի ունենան։ Ուկրաինայի կողմից հանդիպմանը մասնակցել են արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, իսկ բրիտանական կողմից արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամի եւ պաշտպանության նախարար Ջոն Հիլին։ Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 24-ին եւ 25-ին կայցելի Վաշինգտոն։ Գլխավոր քարտուղարը կհանդիպի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հետ։ Իհարկե շատ կարեւոր է Ռյուտեի վերաբերմունքը, ինքը բավական ակտիվ ձևով պաշտպանում է եվրոպական անվտանգության գիծը, չասենք որ նա եվրոպական երկրի վարչապետ է եղել, միայն դա է պատճառը, Ամերիկայի շահերից էլ է բխում Եվրոպայի հետ համատեղ գործելը եւ Եվրոպայի վրա ազդեցություն անգամ ունենալը, որովհետեւ Եվրոպան միշտ չի միասնական լինում։ Չմոռանանք հայտնի խոսքը դեռ համարյա կես դար առաջ Միշտ ավելի քիչ, որ Հենրի Քիսինջերին ասում էին Եվրոպայի կարծիքի հետ հաշվի չես նստում ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, որ ասում էր ասեք այն հեռախոսահամարը, որով զանգեմ Եվրոպայի կարծիքն իմանամ, միասնական Եվրոպայի համար ու զանգեմ, նույնիսկ Բրյուսել զանգելը բավարար չի կամ ազդեցիկ երկրների ղեկավարների կարծիքը բոլորի կարծիքը չի։ Այսօր այս խնդիրները Եվրոպան ավելի միավորում է, քան պառակտում, բայց այդ պարագայում առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների շատ լուրջ խնդիրներ մենք կունենանք։ Իսկ հիմա նայենք ինչա կատարվում, նաև մեր տարածաշրջանը ինչքան ակտիվ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է այդ երկրի դիրքորոշման կարևորությունը Գազայի հարցում, հայտարարելով, որ Պակիստանը Գազայի ցեղասպանությանն ամենաուժեղ կերպով արձագանք տված երկրներից է։ Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան եւ Պակիստանը շարունակելու են համատեղ պայքարը անկախ Պաղեստին պետության ստեղծման ուղղությամբ, հիշեցնելով, որ այս հարցում երկու երկրները լիակատար ներդաշնակությամբ են գործում։ Մենք վճռական ենք մեր նախաձեռնությունները ապագայում եւս հանդես գալու հարցում։ Մենք շարունակելու ենք միասին աշխատել 67 թվականի սահմաններով Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ Պաղեստին պետության ստեղծման համար, ասել է Էրդողանը։ Ինչու է սա կարևոր։ Պակիստանը պետություն է, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, սունի մահմեդական ուղղվածության, Պակիստանը միշտ էլ կանգնած է եղել
եղել Ադրբեջանի թիկունքին, նաև նկատի ունենք, որ պատերազմի ժամանակ էլ 44-օրյա պատերազմին Ադրբեջանին օգնում էր, ինքը ակտիվ ձևով նաև օգնում էր Համասին, Իսրայելի դեմ պայքարի, բայց եւ այս խնդիրը կայանում է նրանով, որ բոլորիս էլ հասկանելի է, հատկապես Էրդողանի ասենց ակտիվ դիրքորոշումը սա անդեմ Միացյալ Նահանգների է, բայց Գազայի շահերը պաշտպանելու պարագայում նա իր դերակատարությունն է ցանկանում թուրքական պետությունների մոտ եւ ընդհանրապես մահմեդական պետությունների մոտ իր ազդեցությունը, իր կշիռը մեծացնելու, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները այնուամենայնիվ չի կարող հաշվի չնստել Թուրքիայի շահերի հետ, մենք տեսանք Սիրիայի հետ կապված ինչ տեղի ունեցավ եւ ռևերանսները Դոնալդ Տրամպի Էրդողանի հասցեին, այսինքն ինքը անգամ այդ ժեստերը, որ Ամերիկան անում, ինքը չի պատրաստում միլիմետր անգամ զիջի, ցավում եմ, որ այս հարցում մենք ընդհանրապես խնդիր չունենք, թե Պաղեստինը սենց կլինի, թե նենց կլինի, իրատեսական չի, որ Պաղեստինյան պետությունը ճանաչեն, այդտեղ մենք նույնիսկ մեր ճանաչելը ոչինչ չէր տալիս անիմաստ տեղը, ուրիշների խաղին էինք խառնվում, որ մեր ինչին էր պետք, բայց եւ միևնույն ժամանակ տեսեք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երբ որ այս հարցը առաջ է քաշում, նա մենակ չի խոսում սեկտոր Գազայի մասին, նա խոսում է նաև այն տարածքների մասին, որը 6-օրյա պատերազմի ժամանակ 1967 թվականի Իսրայելը վերցրել է, անգամ այդ տարածքներն է ասում, պետք է վերադարձնես, այսինքն իսկ այս այն տարածքների մասին է խոսքը, որ անգամ Դոնալդ Տրամպն ասում էր Իսրայելին, եթե կօգնես, ուղղակի այդպես ուղիղ չէր ասում, բայց ասում էր, լա տեսնենք Գազայի հետ կապված ինչ աջակցություն կանենք, մենք էլ կճանաչենք Արևելյան Երուսաղեմը եւ մեկ էլ Հորդանյան գետի արևմտյան ափի մասին մեր կարծիքը կասենք, որ դա Արևելյան Երուսաղեմի մասին իհարկե դեռ իր նախկին պաշտոնավարման ժամանակ էր ինքը վերաբերմունք արտահայտել, այլապես չէր մտածի, որ ամերիկյան դեսպանատունը տեղափոխելու մասին Երուսաղեմ, բայց միևնույն ժամանակ Թուրքիայի վերաբերմունքը մենք պետք է նայենք, թե այս հարցում ինքը ոնց է փորձում իր դերակատարությունը ավելացնել, իսկ նա այն ակտիվությունը, որը ունի, նա նաև մեր շահերից չի բխում։ Էրդողանը հավելել է. Թուրքիան, Ադրբեջանը եւ Պակիստանը համատեղ քայլեր կձեռնարկեն կապերն ամրապնդելու համար։ Անկարան կամրապնդի կապերը թուրքական պետությունների, մասնավորապես Իսլամաբադի հետ։ Դե Իսլամաբադը Պակիստանի մայրաքաղաքն է։ Այսինքն սա էլ ուշադրություն դարձրեք Թուրքիա, Ադրբեջան եւ թուրքական պետությունների կապը ու այս ակտիվությունն է։ Այս ֆոնին իհարկե մի հատ նայենք Չինաստանի հետ կապված հարցեր, որովհետև շարք կա դրան վերաբերվող, ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտն ասել է, որ Չինաստանի հետ սակագնային դիմադրությունը չի կարող շարունակվել եւ որ ինքը սպասում է իրավիճակի լիցքաթափմանը։ Բեսենտը հավելել է, որ բանակցությունները դեռ չեն սկսվել, սակայն գործարքը հնարավոր է։ ԱՄՆ ֆինանսների նախարարի մեկնաբանություններից հետո ամերիկյան բաժնետոմսերն աճել են, իսկ դոլարն ու գանձապետական պարտատոմսերը կայունացել։ Այսինքն եթե ընդամենը մի հայտարարություն, որ Չինաստանի հետ փորձում ենք հարաբերությունը կարգավորենք, ֆոնդային բորսայի վրա ազդեցություն ունենալու, այն որ դոլարը հիմա արժե զրկվում է, դոլարից հրաժարվում են, շատ դեպքեր հռետորական հարցադրումներով չեն անում կամ կոչերով չէ, սուսուփուս իրանք անում են ամերիկյան պարտատոմսերի հետ կապված իրանք վերաբերմունքն արտահայտում Ճապոնիան, Չինաստանը, մենք գիտենք, որ նաև արտաքին պարտքը հենց այդ պարտատոմսերի տեսքով ամերիկյան չէ, մոտ 1 տրիլիոնից ավել Ճապոնիան, մոտ 869, եթե չեմ սխալվում, Չինաստանը։ Այսինքն այս պարագայում նրանք առանց որևէ աղմուկ բարձրացնելու հանգիստ Ամերիկայի Միացյալ Նահանգներին հարված են հասցնում։ Հիմա դրա համար Ամերիկան է զիջումների գնում, բայց այդ հոխորտանքը, որը որ կար, հիմա տեսեք ինչ են կանելու, տեսեք ոնց են խեղճացնելու Չինաստանին, ինչ են կանելու, արդյունքում մեր ինչին էր պետք, որ Չինաստանի հետ նման առճակատման գնար Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ հիմա էլ նման զիջումների։ Հիմա տեսեք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ Վաշինգտոնը կնվազեցնի Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը, սակայն սակագների դրույքաչափը ամեն դեպքում զրոյական չի լինի։ Ով էր ասում, որ զրոյական պետք է լինի։ Турքերը էապես կնվազեն, բայց հավասար չեն լինի զրոյի, ասել է Տրամպը։ Տրամպը խոստացել է, որ չափազանց սիրալիր լինել Չինաստանի հետ, խոստացել է չափազանց սիրալիր եւ կոշտ չխաղալ Պեկինի հետ։ Իսկ ինչա, Պեկինը ներողություն խնդրեց, Պեկինը եկավ խոնարհվեց, կամ Տրամպը ոնց որ ասում էր ցանկանում են հետույքս համբուրեն, որպեսի պայմանագիր կնքենք, համբուրեց, բա ինչը վերանայեցի։
ինչ իմաստ ուներ գնալ տենց բաներ ասել, առճակատման գնալ, տենց թվեր կրակել, այսքան տոկոս, ինչքան դնում ես, նա դնում է վերջում դու ես իջացնում։ Իմաստը ո՞րն էր։ Իմաստը նա էր, որ վաղը մյուս օրը իջացնելուց հետո չինական ապրանքը Ամերիկայում առնեն, ամերիկյան ապրանքը Չինաստանում կամ այլ տեղեր չառնեն, հրաժարվեն։ Իմաստը ո՞րն էր։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ուզբեկստան կատարած այցից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. աշխատանքային միգրանտների թվի կրճատմանը հանգեցնող քայլերը հազիվ թե բխում են մեր շահերից, քանի որ աշխատող ձեռքերի պակասը կարող է համապատասխան ծրագրերը պակաս իրատեսական դարձնել։ ՌԴ արտգործնախարարի խոսքով մյուս խնդիրը ռուսաստանյան օրենքների պահպանման անհրաժեշտությունն է եւ թույլ չտալը, որ աշխատանքային միգրանտների միջավայրում հանցավոր միտումներ ձևավորվեն, իսկ նման դեպքեր հանդիպում են։ Հասկանում եք ինչ հագատարում, ինչ է հատուկ կարդացի, Ուզբեկստան գնացել, ասում է, չէ, ժողովուրդ ջան, որ մեր երկու հանցագործ բռնում ենք, մի ոգևորվեք, մեր բողոքվեք եւ մեր դուս եկեք։ Այդ ուղղակի հանցագործ ենք բռնել։ Մենք աշխատանքային միգրանտների կարիքը ունենք, որտեղ եթե այդ միգրանտները չլինեն, մենք խնդիր ունենք, մենք աշխատող ձեռք չունենք։ Ինչու համար եմ ասում, ժողովուրդ ջան, հերիք չի տարան ժողովրդին պատերազմում կոտորեցին, մի մասը տեխնիկական սպիրտ է խմում, ոչ ֆիզիկական աշխատանք է կարողանում անի, ոչ մտավոր։ Այս աշխատանքային միգրանտների հետ կապված էլ հայերն էլ ասում են աման մեզ սաղ դուս կանեն, ժողովուրդ ջան սուս մնացեք, մեզ դուս են անելու, որ ձեզ դուս են անելու, լաբացի տեխնիկական սպիրտի մտավորն ու ֆիզիկականը, բա որ գնացել եք տենց ակտիվ ընկել եք այդ երկրի ջանին, որ ձեզ դուս են անելու, կանանց հեղափոխություն կանեն Ռուսաստանում, եթե բոլոր միգրանտներին հանեն։ Դուք չգիտեք վիճակը, եթե շատ ավելի բաց չասենք ինչա կատարում, էտում հույսին են նրանց ընտանիքները։ Կովկասից գնացած ակտիվ վերարտադրողական տարիքի ջահել տղեկը չտեսի նման ընկել է ռուսների ջանը։ Այն նույնն էլ միջին Ասիա է, չգիտեք։ Չգիտեք ինչ է կատարվում, այդ աշխատանքային միգրանտներին են հանելու, դուք էլ ասում եք սուս մնացեք հանկարծ մեզտեղ չճնշեն, ձեզ ճնշելու են իրանք այդ գործերը անեն, լավ եք էլի ժողովուրդ ջան։ Այս ուղղակի իմիջիալոց կարդացի, որովհետև շատ ավելի ուրիշ բաներ կա։ Ադրբեջանը եւ Չինաստանը ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր։ Հռչակագրի համաձայն, որը ստորագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից ապրիլի 23-ին Պեկինում, Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում, այդ թվում տիեզերքի հետախուզման, կանաչ էներգիայի զարգացման, մտավոր սեփականության, թվային տնտեսության ոլորտներում։ Չինաստանն աջակցում է Ադրբեջանի առևտրի համաշխարհային կազմակերպության արագ անդամակցությանը։ Կողմերը հանդես են գալիս միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխումների խթանման օգտին համաշխարհային տնտեսական փոփոխություններն ավելի դրական արտացոլելու նպատակով, նշում է համատեղ հայտարարության մեջ։ Նշում է նաև, որ կողմերը աջակցում են առևտրի եւ ներդրումների ազատականացման ու պարզեցմանը, համատեղ ջանքերով պաշտպանում են բազմակողմ առևտրային համակարգը հանուն երկու երկրների բարգավաճման։ Ուշադրություն դարձրեք Չինաստանի հետ կապված այս առճակատումը, որ Ամերիկայի հետ կար եւ պետական այցով Ալիևը գնաց, եթե մենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրեցինք Ամերիկայի, դա ուզում ենք շատ բարձր ներկայացնենք, բայց դա ընդհանրապես ստորագրվեց արտգործնախարարների մակարդակով եւ հետո էլ պարզաբանվեց, որ սա ընդհանրապես կանոնադրություն է, ոչ ավելին, ուղեցույց է, ոչ ավելին։ Այդ ռազմական գործընկերության փաստաթուղթը։ Իսկ հիմա պետական այցով Ալիևը գնաց Չինաստան եւ ստորագրեց առաջի դեմքերի մակարդակով փաստաթուղթ, ժողովուրդ ջան, Չինաստանի հետ։ Այո, ինքը գնացել է չինական պատի կողքով անցել է, գնացել է հարց լուծի, Փաշինյանը գնացել է Ադրբեջանի հետ պատի տակ կանգնել է, ասում է ժողովուրդ ջան, ամեն հարց լուծել ենք։ Այս պատը տենում եք, լրիվ ամեն հարց լուծել ենք։ Իսկ տեսեք հարց լուծողներն ինչ են անում։ Մեռանք մեզ ճղելով ասում են, դուք էլ ընկեք ստեղ, այնտեղ հարցեր լուծեք, տեսեք ինչ է կատարում։ Այս հիմա Չինաստանի հետ կապված դուք տեսաք։ Եվրամիության տեսակ, որ նաև Չինաստանից խոսում էին Իրանի ներկայացուցիչը։ Եվրամիության արտաքին գործերի անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը պաշտոնական այցով ապրիլի 25-ին կմեկնի Ադրբեջան։ Այցի շրջանակներում Կալասը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Տերյուն Բայրամովի հետ։ Իհարկե մերոնք կարող ասեն, բա ինչ Կայա Կալասի հետ կապված հանդիպում պլանավորած չէր Հայաստան գալու, տարբերություն չեք տեսնում։
Հայաստանը բացմեր ձգտում ենք գնանք Եվրամիություն։ Մենք Եվրամիությանը կմոտենանք այնքան, ինչքան Եվրամիությունը հարմար կգտնի։ Այսինքն մեր կարգավիճակն ու Ադրբեջանին նույնն է, ժողովուրդ ջան։ Ադրբեջանի հետ իր շփման մոդիկության կարևորությունը իրանց համար ձեզ ինչ-որ բան չի հուշում, որ մենք խաղից դուրս ենք մնում։ Իսկ հիմա հաջորդը նայենք, Իսրայել հայերում թերթը հայտնել է տարածաշրջանային լարվածության ֆոնին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան։ Այցի հստակ ամսաթիվը հայտնի չէ, սակայն դա տեղի է ունենալու առաջիկայում։ Այսինքն այցը դեռ հայտնի չի, բայց իրանք հատուկ արդեն գցել են ինֆորմացիա։ Տեսեք, sense կարևոր բան է նախատեսվում։ Նեթանյահուն Բաքվում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի հետ ունի երկարամյա սերտ հարաբերություններ ամրապնդված սետ համագործակցությամբ, նշում է թերթը, հավելելով, սա իսրայելական մամուլն է նշում, հավելելով, որ Ադրբեջանն Իսրայելի համար բարեկամ պետություն է, սպասում է, որ բացի թուրք-սիրիական խնդրից, Նեթանյահուն եւ Ալիևը կքննարկեն երկկողմ եւ տարածաշրջանային հարաբերությունների ամբողջ սպեկտրը։ Իսրայելը եւ Ադրբեջանը պահպանում են ռազմավարական կապեր։ Իսրայելը Ադրբեջանին վաճառում է առաջադեմ սպառազինության համակարգեր։ Նեթանյահուի վերջին այցը Ադրբեջան տեղի ունեցել 2016 թվականին, այսինքն 9 տարի առաջ է եղել հանդիպումը։ Այսինքն դուք տեսեք ինչքան է կարևորվում։ Դուք նայեցիք Չինաստան, Եվրամիության ներկայացուցիչ արտաքին գործերի գծով եւ անվտանգության եւ մեկ էլ նայում ենք Իսրայել Նեթանյահուն, որ այդքան գլուխը խառնա, այդքան խնդրի մեջ, այդքան կարևորում է Ադրբեջանի հետ հարաբերությունը, որովհետեւ նաեւ կարևորում է, որ վաղը մյուս օրը կարող է Իրանի հետ կապված Ադրբեջանը պետք է։ Բայց դրան զուգահեռ հիմա տեսեք ինչ է կատարվում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Բաքու կատարելիք այցի նախորդին հայտարարել է. Ադրբեջանի եւ Իրանի ժողովուրդների հարաբերությունները հիմնված են հազարամյակների խոր բարեկամության վրա։ Փեզեշքյանն ընդգծել է, որ Իրանի եւ Ադրբեջանի ժողովուրդների միջև կա հիմ պատմություն, մշակութային եւ կրոնական ընդհանուր արժեքներ։ Երկու երկրների ժողովուրդների միջև փոխադարձ կապերի ոլորտներն ու հնարավորությունները շատ լայն են, խորը եւ բազմազան, քանի որ նրանց միջև արկա հարաբերությունների վերականգնման գործընթացը շարունակվում է։ Մենք մոտ ապագայում ականատես կլինենք դրա բարելավմանը, ասել է Իրանի նախագահը։ Իրանի նախագահը հույս է հայտնել, որ իր այցը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների միջև համագործակցության համար։ Ուշադրություն դարձեք, սա էլ Իրանն է, որ գնա Ադրբեջան, ասի հազգուշ եղի, հանկարծ մեր հետ խնդիր չունենաս։ Հիմա տեսեք, ես ինչ որ ձեզ համար կարդացի, դա մեր հայկական մամուլում տարածվածն էր։ Ադրբեջանի հետ կապված այս ամեն ինչը, մարդիկ այս ամեն ինչը կարդում են։ Այն ինչ որ ես ուրիշ տեղից ինֆորմացիա ստանում եմ, վերլուծությունների ձևով եմ ձեզ ներկայացնում, բայց այն ինչ որ ես կարդում եմ, այն ինչ որ դուք էլ եք կարդում, որպեսզի դուք իմանաք, ասեք, բալա, այսքանը կարդացիք եւ բա մերոնք ինչ են անում։ Եթե մեր շուրջ այսքան բան է կատարվում, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է մեր խաղաղությունը պայմանավորված է Ադրբեջանի հետ հարաբերություններով։ Ադրբեջանը ինչով է զբաղված, մենք ինչով ենք զբաղված։ Այդ նույն հարցը ձեր մոտ էլ է ծագում, չէ՞։ Բայց որտեղից էի կարդում։ Իսկ հիմա մենք նայենք ինչ ենք անում, այդ չի որ մենք հանգիստ քնածենք աշխարհակաղակական տարածաշրջանային հարցերում չկան։ Այդ նույն մամուլը մեր մոտ կատարվածն էլ է ասում։ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. այդպես էլ չեմ կարողանում հասկանալ փոքր տղաներին ինչու են հայհոյանք սովորեցնում, որտեղից է գալիս այդ մշակույթը։ Այն որ երեխային հայհոյանք են սովորեցնում, հարգելի գործընկերներ, դա բռնություն է, դա գենդերային խտրականություն է, դա կարծրատիպերի որոշակի պարտադրանքն է եւ մեր երկրում կա այդպիսի երևույթ, որ պիտի սև շոր հագնես, ծիծակ կոշիկ հագնես եւ այլն, որովհետև դրանից դուրս արդեն կասեն այսինչի է այսպես, որը բարեբախտաբար փոխվում է միայն կրթության շնորհիվ, դա հաղթահարելու ուրիշ ճանապարհ չկա։ Հայաստանում տղամարդու համար ավել բռնելը ամոթ է, խնդիրը ավելի տղամարդու մասին չէ, խնդիրը միջավայրի մասին է, աղբի մեջ ապրելն ամոթ չի, աղբը հավաքելը տղամարդու կողմից կարող է եւ ամոթ լինի։ Հիմա ինչ է այս մարդը ասում, ում հետևից անգ է, իր հետևից, մեր հետևից, ինչ է սրա ուզածը։ Տղամարդու հետ կապված, խոսում է ինչ-որ բաներ, ավել բռնելը ամոթ չի։ Այդ տղամարդու վարքագծի մասին է խոսում։ Բա որ վարչապետ հալով կանգնում ես քաղաքական ընդդիմախոսին, ասում ես, որ կառուցելու ենք, չեմ ուզում կոնկրետ բառը ասեմ, կանգնում ես հանրահավաքի ժամանակ, կանգնում ես նախընտրական արշավի ժամանակ, ընդդիմախոսին ասում ես, էս ենք անելու, պարկացնելու ենք ասֆալտին, ծեփելու ենք
պատին, ուտացնել ենք տալու բորդուրը, կապ չունի այդ ում ես ասում։ Դու ասում ես տղամարդու, որի արժանապատվությունը ոտնահարում ես, որտեղ դու դա ասում ես, ոստիկանությունը քուտիգունքին կանգնած է, որտեղ եթե դու միայնակ փողոց դուրս գաս առանց ոստիկանի, ոչ թե կոնկրետ մարդկանց, շվաչիցդ կփախնես անգամ։ Ում շնորհիվ ես դա ասում։ Եթե այդ մարդիկ հանցագործ են, տարեք դատեք։ Բանտրությունները լեննականի ցույց չտվեց, ամբողջ ընթացքում ասում էիք այս հանցագործները մարդիկ էլ ասում են հանցագործը այն չի առաջադրվել, բան չի չէիք բռնում։ Ինչի ձեզ չեն հավատում, որտեղ գիտեն այդ հանցագործը դուք եք փայփայել, որպեսզի այդպես ներկայացնեք։ Բայց այդ տղամարդու արժանապատվությունից եք խոսում, ընդդիմության ամենավերջի վիրավորանքը հասցնում եք, փորձեն պատասխանեն կկալանավորեք։ Իսկ իշխանության հետ ոնց եք վարվում։ Արժանապատիվ տղերքի հետ լավ կրթություն ստացած տղերքը, եթե Նիկոլ Փաշինյանի աչը չհամբուրեն, կարան իրանց պաշտոնում աշխատեն, ես աչը մենակ ձեռքերի նկատի չունեմ։ Նիկոլ Փաշինյանը նրանց ավելի է իջացնում։ Այդ դուք լավ գիտեք։ Մենք չգիտենք ինչա կատարվում տղամարդկանց հետ։ Եվ այդ ամեն ինչը հանդուրժում են։ Պետական պաշտոնի աշխատելը կամ պետական գործի աշխատելը մարդիկ ասում են անպատվաբեր է։ Ասում են դե լավ, այս մարդը կարգին մարդ է, ոնց կարա պետական գործի գնա։ Այս ինչ օրի հասցրեցինք այս պետությունը, որ պետությանը ծառայելը համարվում է ամոթ բան։ Մարդիկ չեն էլ դիմում, ասում են կադր չկա, գանիչ աշխատեն։ Ում հետ աշխատեն, ում մոտ աշխատեն, որի վերաբերմունքը էսպիսին, հա։ Կամ եթե չէ կրթությունից է խոսում։ Կրթությունից որ խոսում եք չեք տեսել, դուք ոնց եք մարդ ընտրում։ Ասում եք հարյուրավոր դպրոցներում տնօրեն չեք կարող մտրեք տարիներով, անընդհատ օրենք եք փոխում, չեք կարողանում անել։ Բայց վերջերս ընդամենը որ սկանդալ եղավ ամբողջ աշխարհով, որ Երևան քաղաքում 1000-ից ավել աշակերտ ունեցող դպրոցում, Երևանի կենտրոնում, կենտրոնական շրջանում դպրոց ընդունվող ամբողջ աշխարհով խայտարակ արեցին տնօրենի վարքու բարքու ամեն ինչը, այլասերվածությունն ու անբարոյականությունն ու անդաստիարակությունը, որ կարող է սեռական բնույթի հայհոյանք տալ կին հալով աշակերտներին ու ծնողներին ու ուսուցիչներին։ Մամուլներ այդ մասին գրում, ամբողջ աշխարհով տարածում են, այդ ձեր կադրը չէ։ Բայց ո՞նց էր դա մրցույթով անցել։ Այդ էլիտար մարմնավաճառը ո՞նց էր մրցույթով անցել, ժողովուրդ ջան։ Չեմ ուզում կոնկրետ դպրոց նշեմ, բայց այդ ամեն ինչը հարապարակվեց, չէ։ Մարդիկ ինչի չեն հավատում Նիկոլ Փաշինյանին, որովհետև ինքը ասում են դե լավ պարոն Անտոնյան, ինչ ա եղել, գնում ա դպրոց, այդքան բան անում դպրոցում, ինչի չեք հավանում։ Ասում եմ ինչ ա անում։ Դե օրինակ կախիչից կախվում ա, ցնցուղով ցայվում ա, ջրի վրով քայլում ա, էլ ինչ անի այդ մարդը։ Ինչ անի։ Հարց ա ծագում։ Ոնց էր կարողացել մրցույթով անցնի այդ մարմնավաճառը, որի վրա երկու հատ քրեական գործ հարուցեցին, խայտարակ ձևով հանեցին։ Այդ ինչ հարցեր եք տվել, որ ինքը անցել էր։ Կամասուտրայից էիք հարցրել։ Ոնց էր ինքը անցել։ Ով էր գրել իր զարգացման ծրագիրը։ Մի հատ հարցրել ես Նիկոլ Փաշինյան, բա մի երկու քրեական գործ եք հարուցել։ Բա գնացեք քննիչին հարցրեք, ինչի մեկի անունը չի տալի։ Տարի ու կես հովանավորողներից բոլորն իրանց տեղն աշխատում են։ Ում բռնեցիր։ Ով ապացուցվեց, որ այդ փողերը ոնց կերան։ Այդ 1.5 տարվա ընթացքում ունեց հեղափոխական թալան արեց, նախկին թալանչիներն ասում են, բա որ իմանայինք սենցա կմտնեինք ԿՊ, հեղափոխությանը կմասնակցեինք։ Բա փորձի փոխանակման են ուզում գալ ԿՊ-ական թալանչիների արասները նայելու համար, բա քրեական գործ եք հարուցել, հետ չպարզեցիք ով էր հովանավոր։ Պատի տակից վերցրած անբարոյականին, որ բերում դնում եք, ով էր հովանավորը։ Այտենց էլ անուն չտվեց։ Դենց է չիմացաք։ Բա հարցրեք ասենք։ Բա գիտեք էլ ինչ հարցնեք։ Այս ձևի եք դպրոցի մասին մտածում։ Բա ամբողջ երկիրը գիտի դպրոցի ինչ եք անում, դրա համար էլ կադր չունեք։ Զարգացման ծրագիրը Նոբելյան մրցանակի դափնեկիրը եթե գրի չեք անցկացնի։ Չի կա այս զարգացման ծրագրով անցնի։ Դա անպայման դուք պետք է գրեք։ Փողի դիմաց։ Որից հետո կուզեն կասկածեն չեն ուզի չենա։ Ես ուզում եմ իմանամ այդ մարմնավաճառի զարգացման ծրագիրն ով էր գրել։ Քննիչը չպարզեց։ Ուրիշներին պարզում եք, բայց էլ պարզեք, որ մարդիկ ձեզ հավատան։ Կրթությունից եք խոսում։ Այդ աշակերտները այդ դպրոցում այդ ամեն ինչը պետք է հիշեն կախիչը, թե պետք է հիշեն ցնցուղը։ Իրանք հիշում են, որ ամբողջ աշխարհով պատմում էին, թե ինչ այլասերված անբարոյականին բեր դպրոցի տնօրեն եք դրել։
Այդ են հիշելու, ոչ թե հիշելու են կախիչը։ Եվ ամեն անգամ պետք չի տալ դպրոցի անունը, ամեն ինչ կրթությունով պայմանավորված։ Դպրոցի հերանետ չեք անիծել, արժանիներին չեք անցկացնում, շատ արժանիներ իրանք չեն դիմում։ Դրա համար էլ ասում եք տարիներով հարյուրավոր տեղեր թափուր է։ Իսկ ինչի է տենց չեն ուզում աշխատեն, թե չեն կարողանում աշխատել։ Եթե արժանի չեն, այդ միակ արժանին այդ մարմնավաճառներ։ Հա, հիմա բոլորը գիտեն, ախր ձեր կադրերի ընտրությունը, ձեր նշածողը մարդիկ արդեն գիտեն, դա ֆիքսել եք դուք։ Հերիք ասեք կրթությունը պետք է անել դպրոցին ուշադրություն դարձնել։ Իհարկե դպրոցը պետք է բարեկեցիկ սարքած լինի, իհարկե դպրոցը պետք է ամեն ինչ լինի, բայց դպրոցը մթնոլորտն է։ Դպրոցը այդ համակարգն է, այդ արժե համակարգն է։ Դպրոցը այդ վերաբերմունքն է։ Որ 1000-ից ավել աշակերտ ունեցող դպրոցը պատկերացեք ծնողներ, երկու կողմի պապիկ տատիկներ, հորողբերներ, քեռիներ, ընտանիքի անդամներ, ուսուցիչներ, նրա ընտանիքի անդամներ, դա մի հատ քիփլիկ քաղաքից ավելի մեծ ազդեցություն ունի, որովհետև ամենօրյա շփում է, քաղաքում կարող ամեն օր քաղաքապետի հետ շփվես։ Դուք չգիտեք այդ ազդեցությունը։ Ամբողջ քաղաքը այդ ամեն ինչի մասին գիտեր, դրանց տեսանյութերը կտրած իրար բաժանում էին, թե ինչ այլասերվածություն է կատարում դպրոցում, բայց դա հատուկ կատարվում էր Նիկոլ Փաշինյանի իշխանության հովանավորության ներքո, դա ապացուցված ու բացահայտված բան է, բայց ինչի՞ չեք ջրի երես անում, տեսնենք ով է մեղավոր։ Հերիք ասեք էլի, բանը ամեն ինչ դպրոցից է գալիս, դպրոցում պետք է վերաբերմունք փոխենք։ Այո, դպրոցում պետք է վերաբերմունք փոխենք, բայց մարդիկ արդեն բոլորը գիտեն, չեն խաբվում դրա վրա։ Ձեզ թվում թե այս ամեն ինչը անում եք, ինչի չեն խաբվում։ Չեն խաբվում, որովհետև այդ ինֆորմացիան բոլորը ունեն։ Ու գիտեն, որ դուք էլ գիտեք։ Եթե չգիտեք, ասենք։ Հրապարակային չասենք, հանդիպենք, ասենք, կարող է տեղս չգիտեք կամ դժվար է ինձ գտնելը։ Այս է վիճակը, ժողովուրդ ջան։ Բանա արդեն սաղ բրծել ենք, սաղ աշխարհի հարցերը լուծել ենք, մնացել է հիմա արդեն այդ հարցերը քննարկենք, էլի թե կարող է հայհոյանք սովորացնել է ճիշտ է թե չէ։ Եթե մարդիկ ամբողջ կյանքում հայհոյանք չիմանային, հիմա Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ հայհոյանքի հատորներ են գրում։ Հազիվ ենք փորձում ամեն ինչ անենք, կիրտ ու գրագի այդ խոսքով մարդկանց ասենք ամեն ինչ հայհոյանքով չի որոշվում, խոսքի ազդեցությունն էլ հայհոյանքով չի։ Բայց անհավանական չարչարանք ենք թափում, որպեսի մարդը դրանով չարտահայտի իր մտքերը։ Որովհետև այնա Նիկոլ Փաշինյանին տեսնելը վարչապետի աթոռին, այնա հերիքա, որ չիմացած հայհոյանքն է սովորեն, էլի։ Հենց գիտի դպրոցում են սովորել։ Չէ, կամ մանուկ հասակում ծնողներն են սովորացրել։ Փաշինյանի վարչապետի աթոռին տեսնես ու չհայհոյես, դա գիտեք ինչ համբերություն է պետք, քարի բան պետք է, համբերություն պետք է ունենաս։ Կանք պետք է ուներ։ Արիության մեդալ պետք է տալ։ Դե ինչ արած, ուղղակի հարգում ենք մեր ժողովրդին, փորձում ենք կիրթ սահմաններում մնալ։ Դե ինչ այսօր այսքանը դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։